Այսօր մեր շատ սիրելի Միքայել Սրբազանի ծնունդն է։ Չի բացառում, որ իշխանությունը կնախաձեռնի Էջմիածնի երկրորդ ճակատամարտը։ Բոլորով լայվեր են անում, բոլորը ռիլեր են նկարում, բոլորը խոսում են։ Չկա Նիկոլ Փաշինյան, չկա ԿՊԱ-ականների մասնակցություն պատրակ են։ Եվրոպական միությունը ուզում է մտնի թրիփի մեջ։ Զարգացումներ պետք է սպասենք 2026 թվականին։ Իզուր չի որ Իրանից նորից սրվել է հայտարարություններ։ Ուղեղները չի մտնող, հարցը բենզինը չի։ Հարցը նրա մասն է, որ Բաքվում կան հայեր, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ 100 տարով Միջանցք, 5 տարով վարչապետի աթոռի դիմաց։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Պարոն Մարոկյան, գիտեք ինչի մասին էի մտածում, հիշելով հանրապետականներին, նրանց կառավարման շրջափուլը, իրանք ավելի մարդկային են ու ավելի բարոյական, ինչի համար, որտեղ որ մի բան անում էին, անհետանում էին բոլորով, դա հնարավորություն են տալի, որ լրագրողները, քաղաքագետները, քաղաքական գործիչները, ընդդիմադիրները մի շաբաթ, երկու շաբաթ իրանք հանգիստ քրֆեն։ Այսինքն բան չէր լինում։ Անում էին մի բան ու կորում էին։ Այս ԿՊ-ն ամեն օր մի բան անում է։ Ամեն օր չենք հասնում հետևներից։ Այսինքն բան են ավելի աներես բան։ Ավելի։ Այսինքն ամեն օր այդ դինամիկան ոչ դանդաղում է, ոչ արագանում։ Ամեն օր մի բան լինում է, ինչի համար եմ ասում, որովհետև այս պահին, որ սա գնա եթեր, ամենայն հավանականությամբ չի բացառում, որ իշխանությունը կնախաձեռնի Էջմիածնի երկրորդ ճակատամարտը։ Առաջին ճակատամարտում պարտվելուց հետո դրա համար եմ ասում, եւ մարդկանց ուզում եմ զգուշացնել, որ մենք չգիտենք, չենք կարողանում կանխատեսել իշխանության մտքի ընթացքը։ Նախ դա, բայց ուզում եմ քեզ հիշեցնել, որ ԿՊ-ն էլ ունի նման բան, որ ինչ որ աղաղակող մի բան է լինում, մի խայտառակ դեպք կամ նաև հարցակումների ժամանակ էր։ Ես հիշում եմ նման բան, որ տենց շփաթով կորչում էին, հետո հայտնվում էին, ասում էին, հա ինչ ա եղել, որ սկսում էին էլի բոլորի վրա հարցակվել, խոսալ, ճվճվալ, գորգռալ, ինչ որ տենց անուններ դնել մարդկանց ֆեյքերով վրա տալ։ Բան, այսինքն կարող է հիմա նախընտրական շրջանը նայ, իրանք ոչ մի բանի տակ չեն ուզում մնան։ Ցանկացած բան, որ խոսվել է իրանց մասին, բոլորով լայվեր են անում, բոլորը ռիլեր են նկարում, բոլորը խոսում են, տենց անդադ ուզում են դոմինանտ լինեն, որը վստահություն է ցույց տալիս իրանց կողմից եւ անվստահություն է առաջացնում հակառակորդների, այսինքն մրցակիցների մոտ, որ արա դե սրանք նորից վեր են տրվելու, ոնց որ թե ուժեղ են, բայց դա տեխնոլոգիա է։ Մենք անցած հաղորդման ժամանակ խոսել ենք, որ մարդկանց փորձում են համոզել, որ իրենց դեմը խաղ չկա, ներշնչել, որ խաղ չկա, ավելի շատ ենք ձայն տանելու բան, ժողովուրդ ջան, չկա տենց բան, գոյություն չունի տենց բան, ընդդիմությունը, եթե ճիշտ իր համախմբման process-ը տանի, իրանք ուղղակի պարտվելու են։ Կարան օպոզիցիոն մի հատ ֆրակցիա ունենան, այդքան բան։ Կարպիս այսօր մեր շատ սիրելի Միքայել Սրբազանի ծնունդն է, ծննդյան տարեդարձն է։ Մենք գիտենք նա հիմա ինչ պայմաններում է գտնվում։ Վստահ չեմ, որ արդեն վիրահատվել է կամ բուժում պետք է անցներ նոր վիրահատվել, բայց բնականաբար պլատֆորմ ոդքասթի անունից եւ իմ եւ Կարպիս Փաշյանյանից, նաեւ Կարպիսի իր ցանկությունները, իր մաղթանքները կասի։ Շնորհավորում ենք Սրբազանին։ Ցավ ենք ապրում, որ նա իր ծննդյան օրը չեմ կարող ասել նշելու է, բայց ծննդյան օրը հայտնվել է մի իրավիճակում, որ բոլորիս համար պայքարի արդյունքում նա զնդանված է ԱԱԾ KGB-ի պատվալում, հիմա հիվանդանոցում է, որովհետեւ առողջական խնդիրներ ունի, այսինքն իշխանությունն այնքան աներես է, այնքան բարոյականություն չունի, որ այդ տարիքի մարդուն անմեղ տեղը տարե նստացել է KGB-ի բանտում։ Ամեն դեպքում գիտենք, որ Սրբազանը բացարձակապես չի ընկրկել, չի կոտրվում, վերջին անգամ որ այցելել եմ նրա դատի օրներ KGB-ի պատվալում եմ այցելել, որ KGB-ի որ Նիկոլը պայքարում է այդ KGB-ի դեմ այդտեղ է փագե։ Հա, եւ սրտան շնորհավորում ենք Սրբազանին, առողջություն ենք մաղթում եւ վստահ ենք, որ նրա գաղափարները հաղթելու են, ջախջախելու են այս ադրբեջանական բենզին սպառողներին։ Հենց եք ասում մարդ ոնց որ ոչ մի բան չի եղել, այդ մարդը իշխանության ամենավտանգավոր գոյաբանական սպառնալիքներից մեկն է։ Դե դրա համար եմ ասում, որ հաղթելու են իր գաղափարները։ Իրականում ինքը իշխանությունը վտանգ զգաց նրա խոսքից, նրա խոսքի մասսայականությունից, որովհետև նրա տեքստերը հանրային տարբեր շերտերի կպտում էին։ Այսինքն մի ինչ-որ փոքրիկ հատվածի չէր։ Եվ իրականում վտանգ է ներկայացնում, իշխանությունը տեսավ այդ մոբիլիզացիոն սպառնալիքը,
նույն չիզոքացես, որպեսզի կարողանա հանգիստ արշավել էջմիածնի վրա, հանգիստ ստեղ այնտեղ պատարակ անի։ Ես էլ եմ միանում շնորհավորանքին, շնորհավորում եմ, առողջություն եւ ամեն ինչ պետք է անենք, որ շուտ ազատ հարցակվի Սրբազանը եւ անցնի իր գործին, իսկ թե որ գործին է արդեն Այո, հետակային բարձ կլինի։ այո, այո։ Ծերի հայնակիցներ, այս շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր զարգացումներ, որ պարզվեց, որ օպերայի եւ բալետի թատրոնի փոխտնօրենը փաստորեն այն մարդկանցից մեկն էր, որ բարձացել էր, եթե չեմ սխալվում, վեհապարներից մեկի գերեզմանակարի վրա, Պետք է ներողամիտ լինի։ եւ Սյան, եւ այնտեղ ինչ-որ գոռում էր, բայց նրա եղբայրը, որը դիրիժոր Կարեն Դուրգարյանը, տնօրենը թե գեղարվեստական ղեկավարը, չգիտեմ, օպերայի, ամեն դեպքում գլխավոր մարդը օպերայի, նա եղբայրն է, Տնօրենն է։ այսինքն եղբորն էլ դրել է իրան տեղակալ, նա հայտարարեց, որ փորձել է սենց գլուխը բարձրացնի եւ շունչ քաշի։ Ինչ կարծիք ես Գորֆից, չգիտեմ ինչ ոնց ռեակցիա տա։ ԿՊԱ-ականները պետք է ներողամիտ լինել, իրանց պետք է կարեկցել։ Ինչու՞։ Մեղք են, որտեղ իրանք չեն իմացել, որ այնտեղ շիրիմներ կան։ Հա, չեն իմացել, որ մեր վեհապարները այնտեղ հողարկավորված են։ Որտեղից պետք է իմանային։ Դուք այնօր մի հատ հրաշալի լայվ արեցիք։ Որտեղից պետք է իմանայիք, տեսեք։ Չկա Նիկոլ Փաշինյան, չկա պատարակ։ Հա, Պատարակին ԿՊԱ-ականների մասնակցությունն է։ Միտքես մեր Կարեն Կարապետյանն էր այս վերջերս գրել։ հա, Մեր շատ լավ ընկերներից մեկը։ Չկա Նիկոլ Փաշինյան, չկա ԿՊԱ-ականների մասնակցություն պատարակին։ Այդ մարդիկ որտեղից պետք է իմանան, որ այնտեղ շիրիմներ են։ Հերիք չի, որ մի հատ այդ շիրիմները այնպես կարևոր նշանակություն ունեն։ Իրենք որտեղից պետք է իմանան, որ չի կարելի այնտեղ կախվել, մագլցել եւ ասում են, որ վանքի դռներից։ Եվ ասում են, որ Տեր Վրթանեսը հենց այդտեղ է սրտի կաթվածը ստացել, այդ պայքարի այդ գիզակետում է, այդ որ գորգռում էին այդ դռան մոտ։ Եվ ես ինչ եմ ուզում ասել, որ մենք չգիտենք սիրելի հայրենակիցներ հաջորդ նման ասպատակությունը երբ է լինելու, որովհետև կարող է հենց վաղը լինել, այն բան որ նկարահանում ենք մենք չգիտենք, բայց մենք մի բան գիտենք, որ արդեն երրորդ անգամն է իշխանության ատամները ջարդվում են եկեղեցու վրա հարձակման արդյունքում։ Առաջինը Միքայել Սրբազանի կալանավորման օրն էր, որ Էջմիածնից հետ կանչեցին ԱԱՑ-ի եւ ոստիկանության խմբերին եւ տեսան, որ ուղղակի իրավիճակը անկառավարելի է դառնում։ Երկրորդ անգամ, ես կարծում եմ 7 վերքում էր, երբ որ որևէ կերպ չստացվեց շուրջ 30 քահանաներից որևէ մեկին համոզել, որ պատարակ անեն Փաշինյանի ուզած ձևով եւ նաեւ Տիրադավերից Վազգեն Միրզախանյանն ասում էր, որ անգամ աթոռները հավաքել էին, նստելու բան չկար։ Ոսվասա պետականության դեմ էր։ Այսինքն շնորհքով մարդիկ են գյունեցիկ։ Ինչ շնորհքով մարդիկ են, որ անգամ մոմավաճառ, բոլորը բոյկոտել են։ Կուլտուրական մարդիկ են մեր գյումեցիները։ Եվ այսինքն այդ մի անգամն էլ էլի ատամներները ջարդվեց, եւ այն մյուս անգամը որ ատամները ջարդվել է, այդ օպերայի եւ բալետի եւ փոխտնօրենի մասնակցությամբ Թալինի քաղաքապետի, որոնտեղ հայրանքներ էր տեղում գորգռում ինչ-որ մարդկանց վրա։ Բանը մյուսը այդ մյուս այցներ։ Բայց շարունակում է մնալ միֆական բան, ոնց էր որ Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեխնացու Արամ Զավենի Սարգսյանի կուսակցականը տիրադավների հետ ԱԱՑ-ի ներկայացների հետ թեթև ընկած, արդեն դե պարզվել է որ այդ կապիշոնով մարդիկ, կապիշոնները անցած մեր ոդկասթում խոսել են կապիշոնապետության մասին։ Երկրորդ անգամ եք ասում, այդ ով է, ես չգիտեմ ում մասին եք խոսում։ Ով։ Չէ, ում մասին եք խոսում, չեմ հասկանում։ Արդեն երկրորդ հաղորդումն է։ Զավենի չի կուսակցության Էջմիածնի քաղաքապետի տեխնացուն։ Բայց չեմ հիշում այդ ով է։ Այն թրաշով տղեն, որ մեր բոլոր եթերներում կա։ Որ գորգռում ասում ամենիկ իշխանությունը։ Այդ տղեն ԱԱՑ-ականների հետ թևանցուկ ուղեկցում էր եւ լրագրող հարգանքներս Վայ Մակարյանին, Վայ Մակարյանը իրան բացահայտեց այդտեղ, որտեվ չէ երևում, դա չէր բացվել, ինքը բացահայտեց, որ դու ի՞նչ գործ ունես այդտեղ, ինչ գորոմա ու արագ իրանք հեռանում են, այսինքն պետք է հասկանալ, այսինքն մենք կուսակցություն ունենք, որ ԱԱՑ-ի քաղաքացիական հակոստով մարդկանց հետ ինչ որ գործողություն անում այդ կուսակցությունը, այսինքն սրա պատասխանը, սրա քաղաքագիտական ռազմական գործողություն։ Հա, ով է տալու դրա պատասխանը, էլի։ Ասենք ԱԱՑ-ից չկա հայտարարություն, որ բարձվել է մեր մոտ մի խումբ դարձել են Կճոյանի դավանանքի հետևորդներ եւ նրան են միացել։ Չկա ոչ մի հայտարարություն չկա նմանատիպ։ Ոնց է որոշվել է, ասենք կամ դուք դարել եք իր հետևորդները մեկ, կամ ռանկա որ անվտանգությունն ապավեք երկուս, ուրեմն ասեիք։ Ոստիկանապետը ասում է, չգիտեմ ովքեր են, կա ուղեկցում է իրականացում, ինչ ուղեկցում։ Ասենք իրանք ով են, որ իրանք ուղեկցում իրականացվի։ Ուղեկցումը հատուկ անվտանգային միջոցառում է, որը իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Զգացել եք, որ ամեն անգամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը մատիշոր ծանր պարտություն է կրում եկեղեցու դեմ
պայքարում հաջորդ օրը չգիտեմ օրինակ Աննա Հակոբյանը քնից արթնանում է հայտարարում է որ 88 սուպերմարկետը իմը չի Հա ինչ որ ուրիշ թեմա գցում են, որ ասենք այդ թեման գնա։ բայց քեզ ով էր հարցրել Չէ, իրականում կար այդ բասա կար այդ խոսակցությունը կար, հիմա այս մենք չգիտենք Իրանը չի ինքնասմա իմը չի բոյկոտեք բան, այդ խոսակցությունը կար, որտեղ մարզերում փոքր խանութներ են փակվում, տենց ինֆորմացիա կա, որ իրանց իբր պեկը ահաբեկում է, ու ասում են մարդիկ։ Այդ խանութները փակվում են, ու հենց փակվում է դրա տեղը բացվում է այդ սուպերմարկետը։ Եվ ինքը հերքում էր, ասում էր, ես կապ չունեմ, բան, դա դարձավ հանրային քննարկման առարկա, բայց դու այդտեղ ճիշտ ես նկատում, որ օրինակ նման իրավիճակներում օրինակ տեղադրում է Էրդողանի գիրքը եւ ասում է ես վերջացրեցի այս գիրքը կարդալը։ Եզրա Սրբազանի հետ կապված մեջ շոտ հորինված թուղթ են հրապարակում։ Հա ինչ որ մի բան լինում է եւ այդ թեման սկսվում է բան անել ծրվել, ջրվել, գնալ, բան։ Կամ Գյումրիից խայտարակված եկավ, իրիկունը բան ասեց, եկեղեցիներում պետքա հնչի պետական օրհներգը։ Հա, երագույն դրոշը պետքա դնենք, բան եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ այս եթերի մեջ մի քիչ միջազգային անդրադարձանենք կորպիս։ Միացյալ Նահանգները հրապարակել է իր ազգային անվտանգության ռազմավարությունը եւ ամբողջ միջազգային հանրությունը քննարկում է այս ռազմավարությունը։ Հայաստանի Հանրապետությունում մեր այս մեդիա դաշտում ցավոք սրտի որևէ մեկը չի անդրադառնում, քննարկումներ չկան սրա մասին։ Եվ իրականում ինչա տեղի ունենում, որ բավականին սուր քննադատություն կա Եվրոպական միության, Եվրոպա մայրցամաքի նկատմամբ, որ դա մի փդած ավարտված համակարգ է։ Աշխարհամասի է, կոմենտներում արուներս քխում են։ Լավ աշխարհամասի։ Եվ այս աշխարհամասում տեղի ունենում, այնտեղ շեշտը դրում է որ միգրացիայի արդյունքում սխալվող քաղաքացիական բան, որ իրենք իրենց դեմքը կորցնում են, եւ Միացյալ Նահանգները հստակ դիստանցավորվում է նրանցից եւ օրինակ Ռուսաստանի Դաշնություն 10 անգամ մատնանշվում է, Ուկրաինա 3 անգամ է մատնանշվում ազգային անվտանգության ռազմավարության այդ տեքստի մեջ եւ հստակ ջրբաժան է, որ մենք մեզանով Միացյալ Նահանգներն ասում են մենք մեզանով աղբեր ջան, դուք կործանված եք։ Մեր ձևով, հա։ Հա, մեր ձևով դուք կործանված եք։ Գնացեք ձեր խնդիրները, ձեր հարցերը լուծեք, շատ ուժեղ, շատ բան ուղերձա, մեսիջա Եվրոպական միությանը, անվտանգություն ապահովելու համատեքստում բան, դե որ մենք ձեզ երկար ժամանակ ասել ենք շատ փող ծախսեք անվտանգության համար, դուք մեզ չեք լսել, հիմա դուք այդ մարտահրավերների առաջ եք կանգնած, հիմա բողոքում եք ռուսներից եւ այլն եւ այլն եւ այլն, մենք ռուսների հետ առանձին քննարկումների մեջ ենք, առանձին հարցեր ունենք եւ այլն, մեր հարցերը քննարկում ենք, բայց դուք այդ հենց գնացեք եւ կործանվեք։ Եվ հիմնական բանախոսները, փորձագետները որ խոսում են, դե ասում են, որ այո, այդ համակարգը, որը ներդրված է եղել, դա այսօր արձանագրումն այն է, որ կան թույլ լիդերներ եվրոպական, այդ թույլ լիդերները չեն կարողանում իրենց երկրների առաջ դրված խնդիրները լուծեն։ Այդ խնդիրներն, այդ մարտահրավերները ուղղակի ջախջախի չարված են հասցրել Եվրոպական միության ինստիտուտներին եւ չկան ուժեղ մարդիկ, որ այդ որոշումները կայացնեն։ Բոլորով վերջի նիստի ժամանակ Եվրոպական միության հարձակվել էին Օրբանի վրա, Օրբանը Հունգարիայի վարչապետն է, ասելի հայրենակիցներ, մի քիչ լուսաբանենք, այս մեր տեղական թեմաներից դուրս գալով, եւ Օրբանը ասում է, որ տեսեք, ասում է, մենք բոլոր կարևոր հարցերը դնում ենք հանրաքվեի։ Մենք ունենք հանրաքվե, որը մերժում է Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին եւ մենք գտնում ենք որ իրաց հետ պետք է առանձին պայմանագիր կնքենք։ Իրանք հերոսական երկիր են, այո, հերոս են, բան, ապրեք, լավ է, կարևոր կռվում եք, բան, բայց ասում է Հիտլերը, Նապոլեոն Բոնապարտը գնացին Ռուսաստանի վրա, Սովետի վրա, ոչ, ռուսների վրա լավ, եւ չհաջողեցին, ասում է ինձ թվում է կայակալասին հաջողելու է։ Դե բնականաբար Trolling-ի է ընդհանրում Եվրոպական միության գլխավոր պաշտոնյաներից մեկին, ձեռը առնում բացահայտ, եւ պնդում է, որ մենք Ուկրաինային չենք կարող ինտեգրել, որովհետեւ եթե ինտեգրենք ինքը կոնֆլիկտի մեջ է, մենք կոնֆլիկտը ինտեգրելու ենք մեր մեջ, իսկ մենք ասում ենք, քանի որ ռուսների հետ կոնֆլիկտ ունեցել ենք, մենք կներեք, չենք ուզում ռուսների հետ կոնֆլիկտ ունենանք, աղբեր ջան, գնացեք ձեր գործերին նայեք, ասում է կպեք ձեր գործերին, մոտավորապես տենց։ Դե այնտեղ սա հարցակվել են իրար վրա, հայ բուդուր, բան, գոր գրում են, բան դու տականք ես եւ այլն, բոլոր կոմենտները, բոլոր այդ բաները բան, բայց ինքն ասում է ես ասում եմ իմ երկրի շահերն եմ ներկայացնում անվտանգային, ես պետք է գազ առնեմ ռուսներից, որովհետև ուրիշ գազ չկա, ուրիշ պայփլայն չկա, մենք ծով չունենք, ասում եմ, բան, ասում ախպեր ջան, ինչ եք ուզում ինձանից։ Եվ այդ մարդը միայնակ խաղում է որպես ուժեղ լիդեր, բնականաբար ունի նախագահ Թրամփի ամբողջական աջակցությունը,
Եվ միայնակ կարողանում է այդ քանդել եվրոպական այսպես ասած այդ կոնսենսուսը, որը ձևավորված է օրինակ ռուս-ուկրաինական հարցում, սանկցիաների հարցում։ Վերջը հանգեցին նրան, որ 90 միլիարդ եվրո փող են տալիս վարկային ռեսուրս են տալիս Ուկրաինային։ Այդտեղ Օրբանը պնդում է, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր չի, որտեղ ինքը չի տալի թոշակառուի փողը, երկրի աշխատավարձերը, բանակի փողը եւ բացարձակ ինքնիշխան երկիր չի, ասում է, սա մենք ենք տալիս։ Եվ ասում է, այդ 90 միլիարդ ուզում էին ռուսական սառեցված միջոցներից տան, բայց դա չհամաձայնվեցին անդամ երկրները, որտեղ դա ուղիղ հակամարտություն կարող համարվի ռուսների հետ։ Եվ ասում ախպեր ջան, մեր հաշվին ապրող երկիր է, ուզում եք մի հատ էլ բերեք, ինտեգրեք մեր մեջ, կոնֆլիկտը բերելեք, հիմա ուզում եք կոնֆլիկտը բերեք, մտցնեք մեր ժողովրդի մեջ։ Մենք չենք ուզում մեռնենք այդ կոնֆլիկտի համար։ Այս խորը ճգնաժամը հստակորեն արձանագրված է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության մեջ, եւ սա շատ կարեւոր հանգամանք է քննարկելու առումով, որ հիմա մենք Հայաստանի Հանրապետությունում մտածում ենք, որ դե անցած եթերում ես ասել եմ, դե Տրամպը մեր հետ է, մենք ինչ ունենք մտածելու, որ մարդիկ կոմենտներում գրում էին, որ պարոն Մարուկյանի նկատի ունեք, բան եւ այլն։ Ես նկատի ունեի, որ այդ ինչի ենք այդքան նվաստանում Ադրբեջանի դեմ, եթե պնդում կա, որ Տրամպը մեր հետ է։ Հա, եթե այդ պնդումը հակառակ է, այսինքն Տրամպը Ալիևի հետ է, Ադրբեջանի հետ է, բայց մեր հետ չի։ Դա համար պետք է մենք բենզին առնենք, նվաստանանք, այդտեղ ուրիշ բան է։ Մի հատ էլ հարց եմ ուզում անդրադառնամ ու թեման փոխանցեմ քեզ, նայ։ Ադրբեջանական բենզին սպառողները պնդում են հետևյալը։ Դե անցած անգամ բավականին արձագանքներ կա, որ դու ասում ես Սադամ Հուսեյնից բենզին կառնեմ, ԿՊ-ից չեմ առնի, շատ լավ տարածվել է, բայց արձագանքը հետևյալն է, որ եթե մենք իրանցից բենզին առնենք, կոպիտ նավթամթերք, ցորեն, չգիտեմ ինչ, դա ինչ են արտադրում, ադրբեջանական թեյ կա, ժողովուրդ, թեյ կարակ առնեք, խմեք, ասես բաներով։ Կա զավարկով կարակ ունենաք, կարակ ասես պադուշկեքով, հա, թեյ կա ադրբեջանական։ Հա, ասում եմ, եթե դա իրանցից վերցնենք մենք, իրանք մեր նկատմամբ լավ կլինի, առևտուր կլինի, ու այդ առևտուրը կանխի ապագա կոնֆլիկտները։ Ես ասում եմ, եթե թեզը լավ թեզ լիներ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կասեր, օքեյ ենք թող Գերմանիան սկսի սպառել ռուսական գազը, չէին տրակացնի օվկիանոսի տակ ռուսական եւ գերմանական Գերմանիայի պետության սեփականությունը հանդիսացող նավթատարերը, խողովակները, այո, եւ կասեին ախպեր ջան, ռուսներից եկեք սկսենք գազ առնել, նավթ առնել, որ ռուսները մեր վրա չհարցակվեն։ Այսինքն Հայաստանում բոլոր այսպես կոչված ազատական մտածողները, արևմտամետները գտնում են, որ այո ճիշտ են անում, որ սանկցիաներ են կիրառում, քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որ քիչ ես միանում սանկցիաներին եւ այլն, կայակալացնած પર քիչ եք միանում, որ ռուսներեն պետք է սանկցիաներին մենք միանանք։ Այդտեղ իրանք այդ գծի մեջ են, որ պետք է ռուսները պատժվեն, իրանք էներգարուսները չպետք է գնվի։ Բայց այս հայ-ադրբեջանական հարցում ասում եմ, մենք պետք է իրանք բենզին առնենք, որ իրանք մեզ լավ վերաբերվեն, Կարպիչ ջան, խղճան մեզ։ Ինչ են արտադրում, ինչ կա, ասենք, պանիր, ոնց որ թե վրացիք են պանիրից լավ, ինչ ունեն, գինի ունեն, կանյակ, մանյակ, աղբա իրանք կանյակը, ինչ ունեն ադրբեջանցիք, ինչ են, մերոնք ուզում առնեն, սպառեն, Խաչատուր Սուքյասյանը ներկերի եժանքներով, որ դուք գնաք սպառեք, բանանեք, որ ձեզ խղճան, որ ձեզ ասենք համարեն, որ պետք չի ձեր վրա կրակել։ Դուք ձեզ առաջադեմ զգաք։ Հա, դուք էստեղ առաջադեմ զգաք, որ ճիշտ անեմ, բա ոնց, բա ինչ, խնդրեմ, ձեր կարծիքը։ Այնքան բազմազան թեմաներից խոսեցիք։ Նախ մի երկու խոսք ամենաազգային ռազմավարության վերաբերյալ իսկապես այդ ճգնաժամը կա աշխարհում, աշխարհակաղակական բևեռների միջև, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ճգնաժամը խորապես գիտակցվում է մեր երկրում։ Իսկապես Եվրոպան լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Եվրոպական առաջնորդները, ԵՄ առաջնորդները անընդհատ խոսում են Ռուսաստանից պաշտպանվելու անհրաժեշտության մասին, բայց ըստ եմ մտքի ծայրով անցնում է նաև այն վտանգավոր միտքը, որ առաջին հերթին ինձ թվում է պետք է Միացյալ Նահանգներից արդեն սկսել պաշտպանվելու մասին մտածել եւ քանի դեռ Եվրոպան առաջնորդում են այդ կալասները, Ուրսուլաները, Շարլ Միշելները, Եվրոպան իսկապես դատապարտված է եւ այստեղ իրենք շատ մտածելու առիթներ պետք է ունենան եւ կարողանան դիմագրավել այդ մարտահրավերին, որը գալիս է միաժամանակ երկու կողմից, եւ Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից, այսինքն իր երկու ստեղծագործությունները, եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները իրենից ճյուղավորված են, չէ՞։ Բայց հիմա լուրջ սպառնալիք են դարձել այդ երկու հսկաները հենց Եվրոպայի համար, ու Եվրոպան ճզմվելու է նաեւ արժեքային տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից,
Եվ պետք են մարդիկ Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որոնք կարողանան դիմագրավել այդ մարդարավերին։ Ես նաև արդեն սկսել եմ նրա մասին մտածել, որ այդ միասնական Եվրոպա հասկացությունը ոնց որ թե երկար կյանք այլևս չի կարող ունենալ, չգիտեմ, 5 տարի հետո, 10 տարի հետո, բայց այդ ճաքերը նկատվում են եւ ձեր ասած Օրբանը դրա առաջամարտիկներից մեկն է, ինչը իսկապես էլ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ Եվ հիմա այս զարգացումները մեր երկրում այդպես խորապես չեն ընկալվում եւ մենք չգիտեմ զարգացումներ պետք է սպասենք 2026 թվականին Սյունիքում թրիփի շուրջ հայ-ադրբեջանական հարաբերությունները, բայց էլի այս ամեն ինչի հետ զուգահեռ մեր միտքը կենտրոնացած է այլ հարցերի վրա։ Այսինքն փոխանակ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, մենք ստեղ ասենք զեղչում ենք բանը, զեղչենք, չի դա։ 2026 թվականին, հա, այդ Զանգեզուրի Միչանսկի թրիփի շուրջ կարող են զարգացումներ լինել։ Հիշում եմ 19 թվականը, կներես որ ընդհատեցի։ Տես 19 թվականի մեծ մասը զբաղեցված է եղել Հրայր Թովմասյանով եւ Սահմանադրական դատային ճգնաժամով։ Եվ Գագիկ Պատմեմ թե ոնց է եղել եւ Գագիկ Ծառուկյանով։ Ուրեմն Վայե Գրիգորյանը ՍԴ դատավորի տեխնացու դարձավ, եկավ խորհրդարան, որ իրան ընտրենք ՍԴ դատավոր, եւ երթում ասավ Սահմանադրական դատարանը չունի նախագահ։ Հիշում ես կարծես, հիշեք ժողովուրդ։ Եվ ասավ ես գնում եմ ՍԴ եւ այնտեղ բանը որ ինքն անելու նախագահը։ Նախագահը գործող չունի, չկա ինքը նախագահ չպետք է լինի, ասին ոնց ինչ ասավ այնտեղ ճգնաժամ կա։ Ու ամբողջ մամուլը, ամբողջ եթերները, բոլոր էքսպերտներն ասացին խոսալ որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, բայց ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Այդտեղ Փաշինյանը մի հատ բանում, մի հատ ինչ-որ պարտեզում նստած ինտերվյու ունի, բանին է տալիս Հրայր Թամրազյանին, եւ ասում է վնգստացող դատավորները ինչ-որ տենց վատ բառերով խոսում է դատավորների մասին, որից հետո եղավ դատավորների շրջափակումը, որից հետո դե ավելի ուշ արդեն Գայիկ Ծառուկյանին 20 թվական, եթե չեմ սխալվում 20 թվականին են նկարանավորում։ պատրաստում են պակաս է, հա։ Հիմա կարպիս ինչ եմ ուզում ասել, որի մի հետ ենք չէ՞ նայում երկի, այդ մեր այդ ժամանակահատվածին, ուրա Վայե Գրիգորյանն է, ուրա Հրայր Թովմասյանն է, ՍԴ-ում ինչ ճգնաժամ կար։ Այդ ՍԴ դատավորներին իբր պետք է փոխեին, որտեղ նրանք ՍԴ-ն ուզում էր Քոչարյանին օգնի եւ Քոչարյանին պետք էր դատել, բան, մեկ էլ այդ ՍԴ դատավորներին նշանակում են իրան ուզած դատավորներին ու Քոչարյանին արդարացնում են, գործը փակում են։ Նիկոլի դրած դատավորներով։ Հիմա այս հասկանում ես այդ հետ եմ չէ՞ նայում, ասում եմ, այս ինչ անասունություններով է երկիրը զբաղված եղել։ Հայ քաղաքական միտքը ամբողջից բոլորը, որտեվ նայ դու քաղաքական գործ ես, գնաս ինտերվյու տաս, ինչ որ կարևոր թեմա, չէ՞։ Լրագրողները իրանց իջեցված օրակարգով են, իրանք ասում են, բայց ախր ՍԴ-ում ճգնաժամը, բան, դու քեզ տիպ են մտցնում են այդ խոսակցության մեջ, դու ասում ես ախր ինչ ճգնաժամ, բան, ու դու սակալի դու ես խոսում դրանից, նայելա խոսում, սա բոլորը ՍԴ-ն ճգնաժամը, Հրայրը, Վայե Գրիգորյանը մի վայր Ստրասբուրգում ապրում է իր համար, հա, Վենետիկի հանձնաժողովը, Վայե Գրիգորյանը Ստրասբուրգում է, ժողովուրդ։ Հրայր Թոմասյանը ՍԴ դատավոր է դեռ, աշխատում այնտեղ։ Այն դատավորները, որոնք ընտրվել են, փակել են Քոչարյանի գործը։ Բայց Ղարաբաղը չկա։ Ղարաբաղը չկա։ Հիմա, սերի հայրենակիցներ, հիմա ամբողջ երկիրը զբաղված, հա, կաթողիկոսի անունը զեղչելու երեխա ունի, չունի, ու դու ասում ես 26 թվականին Սյունիքում բաներ են սպասվում։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գնաց է Պուտինի հետ խոսում է, որի կեսը մեզ հայտնի չի։ Ասում է դե թրիփի հետ կապված ռուսական լիքը հարցեր է այստեղ շոշափվում։ Դասի մենք պետք է այդ հարցերը խոսանք։ Ունդեղ པարզ չէր իրան ինչ են ասել, մենք չգիտենք, որտեղ ինքը ժողովրդին դրա վերաբերյալ որևէ բան չի տեղեկացնում։ Ստեղ գալի ասում են ռուսները հիբրիդային պատերազմ են անում։ Երկրի թիվ 1 մարդը այս երկրում մի մարդ կա, որ ամենաշատը ունի ամենամտերիմ, ամենաջերմ, ամենաոսկեգույն հարաբերությունները Պուտինի հետ, դա Նիկոլն է։ 5 անգամ այս տարվա մեջ հանդիպում է ունեցել առանձնազրույց, մի 10 անգամ հեռախոսազրույց է ունեցել, մի 5 անգամ Միշուսինն է հանդիպել։ Սա նորմալ է, հասկանում ես, գալիս են ստե գորգրում սա վրա KGB-ի գործակալ, FSB-ի գործակալ, պուտինիստ, բան արա դու կարա ես իմիջ գորգրում կաթողիկոսին Պուտինն ա ղեկավարում, այնտեղ ուրիշ երկից են ղեկավարում, ասում են դե անունը տվեք, Դանիել Յոնասյանն ասում է ուրիշ երկի անունը տվեք, մի հատ տվեք, այնտեղ նա ուրիշ երկիր բան, ախպեր ջան, ինչ կա Մոսկվայից, ինչ էիք խոսում։ Բայց եթե ռուսական հարցեր ա լիքը շոշափվում այդտեղ։ Բա Տրամպի մոդուլ գնացել իր Ալիևի հետ բաների ստորագրում։ Ալիևի հետ մեր հողի վերաբերյալ բաների ստորագրում։ Ախր դատվելու են դրա համար։ Բայց այդ վաղ չէի ասում, այդ այնտեղ ռուսական բաներ կա բան։ Հետո post-factum եք գնում այնտեղ ճշտեք տենակ ինչա։ Այս ինչ եք անել։ Այս երկրի գլխին ինչ եք բերելու, որ հիմա բոլորի զբաղացնում եք կաթողիկոսի զավակ ունենալու կամ չունենալու հարցով։
Գիտեք ամենավտանգավոր հեռանկարավորն է, որը միգուցե արդեն եղել է եւ իմացած է ժամանակավոր է, բա, որը trip-ի վերաբերյալ Հայաստանի հետ չեն խոսում։ Դա կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որ դա այլևս Հայաստանին հետ չլինի, այսինքն Հայաստանը դրա հետ կապ չունենա, դա լինի Հայաստանի տարածքում, ռուսները դրա մեջ փայ մտնեն, Եվրամիությունը դրա մեջ փայ մտնի, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, բայց դա Հայաստանի հետ կապ չունենա։ Հայաստանը այդ իր գլխավոր խաղակարտը հենց այնպես ոչ չդիմաց, ընդհանրապես չկրակելու դիմաց տվել է ու 2026 թվականին կարող են դրա շուրջ զարգացումներ լինել եւ այդ զարգացումները միգուցե մեզ համար ոչ վնաս կլինեն, ոչ էլ օգուտ, որովհետեւ այդ խաղակարտը մեր ձեռքից վերցրել են։ Այ իրանք իրար հետ Ժորժ ջան մի բան ասեմ, չնեղվեք, էլի։ Գիտեմ լիքը քաղաքական գործիչներ են մեզ հետ թվում, էքսպերտներ բան։ Ուրեմն այս պահին ինֆորմացիա կա, որ Եվրոպական միությունը ուզում է մտնի թրիփի մեջ, ասում եմ մենք էլ տելնենք։ Իզուր չի որ Իրանից նորից ծրվել է հայտարարությունները թրիփի վերաբերյալ, ես որ ես ինչ եք սարքել այս բանը պրախատնոյ դվորեքշինը, մեզ ինչ եք անում ստե։ Ռուսներն են մտածում են, որ լավ, Ուկրաինայի հետ խնդիր ունեն, այնտեղ Տրամպի հետ են խոսում, դե թրիփը Տրամպի անբանա, բան տենց մեղմ, տենց շատ բաներ չեղավ, որովհետև նաև կա այն անհավատությունը այդ process-ի նկատմամբ, որ ապա հողի վրա որ հասնեն, ոչ մի բանը չեն կարողանալու անեն, օրինակ։ Նաև տենց բան կար։ Մտածողություն կա բոլորի մոտ, որ բանա ստորագրել է, թողանեն։ Հիմա սկսել է թողանելու ժամանակաշրջանը։ Թողանեն, ոնց են թողանելու։ Արդեն գնացել են դե Պուտինի հետ խոսում են, դե ախր չէ որ մենք բաներ կա, այնտեղ հարցեր կա, ռուսական բան, չգիտեմ ինչ, որտեղ վերջին հաշվով ինչա։ Եթե մենք անխոչնդոտ ճանապարհ ենք տալի Հայաստանի տարածքում, իսկ Հայաստանի տարածքը ԵԱՏՄ-ի տարածք է։ ԵԱՏՄ-ի որևէ երկիր չի կարող առանց ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների իր տարածքում անխոչնդոտ հանցում տա։ Դի ԵԱՏՄ-ի երկրների դա քննարկի։ Դրան գումարած, այնտեղ կան ռուս սահմանապահներ։ Դրան գումարած Իրանի Իսլամական Հանրապետություն։ Դրան գումարած անուն դրել են Թրամփ։ Հիմա խառնվել են իրար։ Հիմա Եմեն ասում է մենք ուզում ենք մասնակցենք, մերոնք ասում են դե քննարկենք բան, ռուսներն ասում են մենք ենք ուզում մասնակցենք, Ռուբինյանը ընդդից գոռում ասում է ռուսները ոչ ոք չի կարող առանց մեզ հարցնելու մասնակցել եւ այլն ու հիմա դու ասեցիր կոֆե դնող։ հա կոֆե դնողը մեր եւ ասում է լավ էլի եւ ասում է ախպեր դուք ոնց որ թե չեք հասկանում որ ձեր տարածքի վերաբերյալ արդեն ուրիշ տեղ են խոսում դա դու շատ ճիշտ ես նկատել ու կարող ես ասել քեզ արդեն ժամանակավոր է բա արդեն ավարտված է այդ քարտը Ալիևի հետ են խոսում Ալիև հետ խոսում են կարանք մենք հետ ելնենք Ալիև ոնտես Ալիև հիմա սրանք հիմա թող չնեղանան էլի ընդհանրապես էս խոսալու ձևից էս մշակույթը իրանք են նախ բերել քաղաքական դաշտ մարդկանց այդ հայկական ժամանակի այդ ողորմելի քս մտել այդ բանը անդադ մարդկանց վիրավորել չգիտեմ բանով դիմել Եվրոյոնջա ասել եվրոպական միության մեջ կարևոր դերակատարներին այո հա մեր ռազմավարական շահերը շարունակում են տալ 2026 թվականին վերարտադրվելու Կարպիզ ես եմ ասել Միջանսկ աթոռի դիմաց 5 տարով 100 տարով Միջանսկ 5 տարով վարչապետի աթոռի դիմաց Եփեմ ասել որ էսա process-ը ու այնտեղ արձագանքներ բան հայ բուդուլ ինչ 100 տարի բան հետո Նիկոլն ասում է սկիզբ ասում են սուտ է ոչ մի 100 տարի չկա բան հետո եկալ են ասում Ժորժ ջան ախր ներդրողները ինչ ներդրողներ ասում են որ պիտի ներդրում անենք կարող է 5 տարով անենք Դրա համար դի գոնե 99 տարով տակ։ Բարձվեց ճիշտ էր։ Դրա համար ասում եմ ներդրում չեն անի, եթե մենք չտանք 100 տարի Ժորժ ջան, չեն անի ներդրում։ Բայց այդ տեսեք մենք սարքել ենք դպրոց մի տեղ, որտեղ կա 8 աշակերտ կամ չգիտեմ, մի 5-10 գյուղում դպրոցները փակել ենք, մի տեղ լավը կառուցել ենք, որ երեխեք ոնց դի գնան դեյցնե չգիտենք, ասենք։ Ու տենց դրա այդ վիդեոներով պետք է իրանք փորձեն ընտրվեն։ Բայց ես ձեզ ասում եմ Ժորժ ջան ընտրվելու ձև չունեն, եթե ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Եթե ընդդիմադիր դաշտը իրան չպահի վատ, չեմ ուրիշ բառեր դեռ օգտագործեմ, հուսով եմ չենք հասնի դրան։ Ամեն դեպքում մենք շատ դրական ենք նայում ապագային, այն իմաստով, որ հնարավոր է այս ամեն ինչը փոխել, կանգնացնել, մեր ռազմավարական շահերը պաշտպանել, Ադրբեջանի բենզին սպառողից դառնալ նորմալ Իրան հարգող երկիր, ժողովուրդ, հասարակություն, ազգ եւ հանգիստ ոտքի կանգնել։ Բացարձակապես մեստեղ ոչ մեկ չի կարող խանգարել։ Այս մեր միտքը, քաղաքական միտքը, ըստ ումա, երկու տարի է սխալ ուղղությամբ ա գնում։
ռաֆից սկսած։ Ես դրա մասին պատրաստում մեծ շատ մեծ հոդված գրեմ։ Որտեւ պարզ բան եք ասում։ Հայ առաջադեմ շրջանակները չեն հասկանում։ Ասում են դա ախր ոնց կլինի դա կապիտալիզմ է, նորմալ է էլի որ բենզին են բերում։ Ախր իրոք չեն հասկանում։ Ուղեղները չի մտնում որ հարցը բենզինը չի։ Հարցը հացահատիկը չի։ Հարցը նրա մասն է որ Բաքվում կան հայեր, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ Եվ ծանր վիճակում, ես տեսա շատ ցավալի բան։ Լսեք, նորմալ է նույնիսկ ամենավոխրիմ թշնամու հետ գործարքի գնալը։ Պետքա պրագմատիկն է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պատմության մեջ եղել է 12 թե 11 ռուս-թուրքական պատերազմ, եւ դրանցից որևէ մեկի ընթացքում առևտուրը չի կանգնել, տնտեսական հարաբերությունները չեն խաթարվել։ Կապիտալիզմը կապիտալիզմ, առևտուրը, բայց դրա մասին չի խոսքը։ Նրա մասին է, որ դուք մեր առաջադեմ շրջանակները ստորակարճ ու հետադիմական ինչ-որ զանգվածներ եք։ Անինքնասեր։ Ոչ մի բան չեք հասկանում, դա նորմալ է։ Անինքնասեր են իրանք։ Լես պատասխանն է կապիտալիզմը։ Լսի, ուրեմն օրերը այսքանի օրա գրում են։ Ուշադիր, խաղաղության արդյունքում արդեն հաստատված խաղաղության արդյունքում մենք կարող ենք գնել ադրբեջանական բենզինը։ Սկսեցինք գնել ադրբեջանական բենզին։ Հիմա հարց եմ տալիս։ Ասեմ, արա, մի մանիպուլացրեք։ Մեր պարտության, մեր ջախջախվելու արդյունքում մենք դարձել ենք ադրբեջանական շուկա։ Բեռնագիրը տենց դրեք, ասում են ինչու։ Ասեմ, որովհետև 94 թվից մինչև 20 թիվը Ադրբեջանից քիչ էիք բենզին բերում, որովհետև Ադրբեջանը պարտված երկիր էր, չէ՞։ Ինքը իրան հարգում էր, ինքնասիրություն ուներ, իր բենզինը ձեր վրա չէր ծախի։ Բայց քիչ էիք այդ վաղտ բերում։ Անունը մի դրեք խաղաղության։ Այդ ձեր ասած խաղաղությունը այն վաղտ էր։ Մատ ուրիշ մանիպուլյացիա։ Այն վաղտ դե առնեիք այդ բենզինը, եթե կառնեիք, կծախեին ձեր վրա բենզին։ Ասեք, որ Ադրբեջանի մեծ հաղթելու արդյունքում մեր նվաստանալու արդյունքում, չգիտեմ, ուրիշ ձևով ձևակերպեք, մենք սկսել ենք գնել ադրբեջանական բենզին։ Թե բա խաղաղության բերելու արդյունքում մենք սկսել ենք գնել բենզին։ Այդ գիտեք, իբր թե Ռուսաստանի դեմ պայքարող շրջանակները այդպես ճոխ բառեր են օգտագործում, նեոգաղութատիրության մասին են խոսում։ Իդեպ ինչ որ տարածքում X քանակության բնակչության վրա ինչ որ մի բան ծախելը, դրան այդ բնակչությունը սպառող, քո ապրանքը սպառող դարձնելը դա էլ է նեոգաղութատիրության մի հատ տեսակ։ Եվ հիմա ամբողջ խնդրեմն է, չեմ ասում որ Հայաստանը Ադրբեջանի գաղութն է կամ գաղութն է դառնալու, բայց Ադրբեջանից կախված երկիր է դառնում, որտեղ քեզ բանա դարձնում են իր ապրանքը միակողմանի սպառող ինչ-որ մատ զանգված։ Շատ կներեք, այստեղ ինչ-որ առողջ տնտեսական հարաբերություններ ես չեմ տեսնում, եւ այս ամեն ինչը համեմատում են, ասում են դե մատ հակի թուրքական տրուսիկները հանեք։ Ես մի բան ասեմ, Թուրքիայում հայ պատաններ չկան։ Այո։ Թուրքիայում հայ պատաններ չկան, եւ մենք Թուրքիայի 30 տարի առևտուր արել ենք։ Ու Թուրքիայի զորքերը չեն գրավել մեր հողերը այս պահին։ Մեր Թուրքիայի զորքերը կանգնած չեն Հայաստանի ինքնիշխան Ալմատ հայով ճանաչված Հայաստանի ինքնիշխան։ Դա Ժիրայր Լիպարիսյանն ասում, Թուրքիայից վտանգ չկա, չէ՞, ինչի՞ չառնենք Թուրքիայից տրոսիկ, այ ախպեր։ Ժիրայր Լիպարիսյանն ասել, դասականը մեծ պատմաբանը։ Ես օրինակ շատ եմ ճամփորդում, գիտես կարպիս։ Իհարկե։ Ամենալավ ռեյսերը, չվերթները թուրքական չվերթներն են։ Էժանա, հարմարա, սերվիսը բարձր որակի է։ Երբեք չեմ օգտվում։ Երբեք։ Հիմա թուրքականը բացվում է։ Հունվարից ոնց որ գալիս են Հայաստան։ Եվ էլի աշխատելու եմ չօգտվել, բայց այդ օրինակը, այդ որ իրանք ասում են, այդտեղ դա ուրիշ ավելի վատ օրինակ կա, ասենց են անում։ Արա, ռբանը, ուզում եք, չեք ուզում Ադրբեջանի բենզինը առնեք, իսկ ինչ տարբերություն Թուրքի ու Ռուսի միջև։ Ռուսինն է կառնում։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր նրանք ովքեր ասում են ինչ տարբերություն Թուրքի ու Ռուսի միջև, այդ այն process-ն է, որ ուզում են Թուրքի ազգի մասին, չէ՞, այսինքն այդ ցեղասպանության հարցով այդ վերքը հումանիզացնել, որ թուրքերը շատ լավն են, մեր բարեկամներն են, բան, ռուսները սպիտակ թուրքերն են։ Ռուսները սպիտակ թուրքերն են։ Մի անգամ արդեն արել են մերոնք տենց բան, որ թուրքերը լավն են, բան, վերջում էլ նաև մեջլիսը էլ падգամավորներ են ունեցել։ Մենք թուրքական մեջլիսում падգամավորներ ենք ունեցել։
ամենաառաջադեմն են եղել, ամենալավ ոսկերիչները հայեր են եղել, ամենալավ բժիշկները հայեր են եղել, ամենաուժեղ մտավորականները հայեր են եղել, ամենալավ զենք սարքողները հայեր են եղել, բայց տանը զենք չի ունեցել, ոսկի են ունեցել։ Վերջում, երբ որ այդ մրցակցության մեջ Թուրքիայից առաջ են անցել, հայերին մորթել են, կտրտել են։ Դուք չեք ունեցել թուրքերի հետ պատմական պերիոդ ժամանակաշրջան, որ տենց մեր բարեկամներն են։ Ձեր բարեկամներն են, գնացեք ընդ բարեկամություն արեք։ Ձեր բարեկամներն են մի դեպքում, եթե դուք իրանց բանն եք, սպասարկող անձնակազմը։ Մեկը գրել է, ասում, հազարավոր հայեր Թուրքիայում ապրում են, ոչ մի խնդիր չունեն։ Ասում եմ, օքեյ, բայց ով ասա, որ մի խիպտի մի խնդիր ունենային։ Խիպտի մի խնդիր ունենային։ Խնդիր ունեցեն այն վաղտ, որովհետև ասում եմ, եւ որպես չգիտեմ այդ մարդկանց քրիստոնյա որպես հիմա բերել համեմատել, ասել ոչ մի տարբերություն չկա Թուրքի ու Ռուսի միջև, դե ախպեր բերեք բանը Շիրակի մարզում դաշտավայրը բան արեք, թուրքական բազա դրեք լա։ Կներեք էլի ես հիմա թուրքական բազա դրեք, թուրքական բազան թող ձեզ պայի, տարբերություն չեմ կարող էլի իմ սա գործերը թողնեմ ամենաեշությանը արձագանք։ Դա իմ համար էշություն է, որ ասում ռուսի չի։ Բայց ինքը սկսում է տարածվել, դառնում է դոմինանտ, ասում եմ բազմապատիկ։ Ես դրա համար եմ ասում, խնդիրը այդ կան Նիկոլ Փաշինյանի մեջ չի։ Նիկոլ Փաշինյանը վաղ կգնա։ Խոսքը սերծվածող մտածողության մասին է, որ անդադ տարիներ շարունակ կուտակվել է, նորաձև է դարձել մեր այդ առաջադեմ շրջանակները, այդ քախ հասարակությունը անդադ տարածել են։ Նույնիսկ այս հակա եկեղեցական այս պոզան, այս դիրքավորումը Այս մեր առաջադեմ շրջանակների մոտ բանը միշտ եղել է, քանի որ դրանք ինչ-որ կեղծ ես դրանց գիտեք ինչ եմ ասում, բանը ֆրանսիական պոստստրուկտուրալիզմի արտաթորանքը Հայաստանում։ Լավն էր։ Այսինքն կեղծ բաները որ բերում են, այդ հակա եկեղեցականը միշտ եղել է նորաձև մեր միջավայրում, հատկապես հակա առաքելական։ Դա սեքսի չի ընկալվել կամ շատ քիչ։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը նաև այդ նորաձև, այդ կուտակված այդ գաղափարն է կյանքի կոչում, եւ դրա համար հիմա շատ-շատերը այդ շրջանակներից օգ են եւ դրա այդ նորաձևության ամենակարևոր ատրիբուտները որն է, լինել հակաեկեղեցական ասեցի, լինել անպայման հակասովետ, այսինքն սովետի 30 տարվա փլուզումից հետո նորից պայքարել սովետի դեմ, լինել այլախոհ, իբր էլի են որ բան իրանք, այսինքն չգիտեմ, սովետի փլուզումից 30-35 տարի հետո խաղալ որպես Պաուլ Հայրիկյան ամեն հարգանքով Դες տեսա որ Հովսեփ Խուրշուդյանը ինչ որ վիրավորական բաներ է գրել Հայրիկյանին, Հայրիկյանը արձագանքել Հովսեփ Խուրշուդյանին, այդ դաշտում էլ ոնց որ շատ ծանր է վիճակը։ Մեկն էլ տեսել էր թե Մարուքյանն էլ լայքել է Հայրիկյանին։ Տեսեք, հասկանում ես, դες։ Ես չեմ տեսել այդ գրառումը, բայց խոսքը այն ժամանակվա այլախոհների մասին չէր, այս հիմիկվա այս այլախոհ խաղացողների, որ սովետի փլուզումից հետո պայքարում են սովետի դեմ, այս բոլոր այլախոհներին Եթե մենք ինքնիշխան երկիր ենք, պետք է նրանց հարգանքով վերաբերվենք եւ Պաուլ Հայրիկյանին, եւ Ստեփան Զատկյանին, Հայկաս Խաչատրյանին եւ բոլորին, գիտեք, ծիծաղալնովանա դրա մասին գրել է ինքնիշխան Նիկոլ Փաշինյանը, Պակի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը կյանքում չի գնացել բռնադատվածների տեսա։ Չի գնացել։ Դա ֆեյք հայտի սա հետ։ Այդ հուշարձանը գիտեք, չէ՞ ինչ վիճակում է։ Փոշոտ, կեղտոտ, տարին մի անգամ է փակվում, որ այդ մարդկանց հարազատները գնան։ Բացվում, որ հարազատները գնան։ Ինչ-որ շոու էին կազմակերպել։ Իսկ Երևանի քաղաքապետարանը Սրբապիղծ Երևանի քաղաքապետարանի չի։ Այդ սրբազան տարածքում, եթե ճիծեռնակապետ սրբազանը, դա էլ է սրբազան։ Տարածքում նորաձևության մրցույթ է եղել։ Բայց ինքնիշխան Նիկոլ Փաշինյանը չի գնում այդտեղ։ Հարգանքի տուրք մատուցի։ Բայց ոնց որ գնացել է Բալթյան որ երկրում էր գնացել հարգանքի տուրք եմացի այնտեղ։ Ժորժ ջան հաշվի առեք որ մենք չգիտենք որ րոպեին ինչ կանի Նիկոլ Փաշինյանը որ այս պայն քանի որ այդ իշխանությունն է հայտարարել որ ինքը նաև պատրաստ է իրան գժի տեղ դնել մենք չգիտենք որ պայն իրան ինչի տեղ կդնի ու ինչ կանի դրա համար շատ հնարավոր է որ մենք նկարում ենք ինչ որ բան այդ պայն արդեն դայից հետո լինի եւ այս տեսանյութում չլինի բայց ոչինչ մենք թեմա չկա որ չենք արձագանքի կարևոր լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը